Իսրայելական 3 խոշոր քաղաքներ գիշերը հրթիռակոծման է ենթարկել Իրանը։ Մայրաքաղաք Թել Ավիվում, Ծովափնյա, Ռիշոն Լեցիոնում և Նահարիայում են իրանական հրթիռները մեծ ավերածություններ հասցրել։ Հրթիռը ընկավ տան վրա ու ավերեց։ Սա է մեր վիճակը հիմա։ Գնալու տեղ չունեմ։ Քաղաքապետարանը ժամանակավոր բնակության տեղ է առաջարկում։ Ռիշոն Լեցիոնում ապրող այս մարդը հրաշքով է ողջ մնացել, ասում է այլևս հնարավոր չէ ապրել այս տանը, նոր տանիք է պետք։ Ռիշոն Լեցիոնի ոստիկանական բաժնի հրամանատարը տեսախցիկի առաջ պատմում է, թե ինչպես է հրթիռն ընկել բնակելի տան վրա։ Հրթիռն ընկավ ուղիղ այս տան վրա, վնասն իսկապես մեծ է։ Մեկին թեթև վիրավորվել է, տարհանվել, բարեբախտաբար միջադեպի հետևանքով զոհեր չունենք։ Իսրայելցի ոստիկանի խոսքով հրթիռներից պաշտպանվելու միակ տեղը ապաստարանն է։ Գիշերը նաև Իսրայելի հյուսիսն է ցնցվել հրթիռային հարվածներից։ Նահարիա քաղաքի բնակելի թաղամասերից մեկին է հարվածացվել, ավերվել են շենքեր, մեքենաներ այրվել, մեկ մարդ վիրավորվել է։ Տագնապի ազդանշանը հնչեց, վազեցինք տան թաքստոցը, հետո պայթյունի ձայն լսեցինք։ Ամբողջ թաղամասում խառնաշփոթ էր, մեր տանը, հարևանների տանը, հրաշքով ենք փրկվել։ Մայրաքաղաք Թել Ավիվն է նաև հրթիռակոծվել, պայթյունների ձայներ են լսվել քաղաքի տարբեր մասերում։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։